Վարպետ Գրիգոր Դիղդաղյանն առավոտից աշխատում է տանիքում, աշակերտների հետ շփվում է ֆրանսերենով, բայց նրանցից յուրաքանչյուրը հասկանում է, այսպես իրենց նպաստն են բերում Շուշիին։ Ֆրանսիայի Լիոն քաղաքի արհեստագործական ուսումնարանի ավարտական դասարանի աշակերտներն արդեն 4-րդ տարին փորձուսուցում անցնում են Հայաստանում։ Երկու տեսակով արևի լույսը պիտի կարողանանք փոխադրել կամ դակաչուր ունենալ, կամ էլեկտրականություն ունենալ։ Այս երկու համակարգը այս տարի պիտի փոխադրենք այս դպրոցը, պիտի դեղադրենք Եզնիկ Մոզյանի դպրոցը, որ աբակային ուզում ենք դասավանդել էլեկտրոտեխնիկայի մասին եւ էներգիայի մասին։ Եվ այս երեխեքները, որ պիտի սովորին, պիտի կարողանան մի կողմեն աստուծո սովորի եւ մի կողմեն աշխատիլ։ Հակոբ Հաչեմյանը հենց Լիոնի արհեստագործական ուսումնարանում է դասավանդում։ Մասնագիտությամբ ինժեները հիմա զբաղվում է մանկավարժությամբ։ Նախորդ տարիներին Սևան եւ Վարդենիս քաղաքներում են աշխատանքներ տարել։ Այս անգամ ընտրել են Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը։ Տեղադրում են ջրատաքացման ու ֆոտովոլտաիկ համակարգեր։ Մեր դպրոցում տեղակայեն 12 հատ ֆոտովոլտաիկ պանելներ ընդհանուր 3 կիլովատ հզորությամբ, որը եւ էներգիա կարտադրի, էլեկտրոէներգիա կարտադրի ուսումնարանի համար, այլև հնարավորություն կընձեռի, որ ընդհանրապես մենք արտադրված էներգիայի չօգտագործող մասը ուղարկենք էլեկտրոցանց, որը որ նույն օրինակն է, ինչ որ հիմա արդեն գործում է Հայաստանում, պետք է ուղղակի կարգավորել իրավական դաշտը համագործակցությունը ապահովելու համար։ Ջրատաքացման համակարգն ուսումնարանին նվիրել է Արփի Սոլար ընկերությունը, ֆոտովոլտաիկ համակարգն էլ Ֆրանսիայի համայնքն է տրամադրել արհեստագործականին։ Էներգախնայողության հետ ծրագիրը եւս մեկ կարևոր նպատակ է հետապնդում։ Համակարգերն ուսումնասիրելու են Եզնիկ Մոզյան ուսումնարանում, ցանկացողների համար նրանք պատրաստ են տեղադրել։ Պայմանավորվածություն կա, որ աշխատանքներին անպայմանորեն պետք է մասնակցեն նաև Մոզյան ուսումնարանի աշակերտները, որ հետագայում արդեն տեղի վրա մենք ունենանք համապատասխան կադրերը եւ ազգաբնակչությանը հիմնարկ ձեռնարկություններին կարողանան օգտակար լինեն եւ այս չտեսնված հնարավորությունը օգտագործվի։ Ուղղակի արևային էներգիան միանգամից մենք կարողանում ենք օգտագործել տաք ջուր ստանալու համար, նույնիսկ ջեռուցման նպատակով, քանի որ Արփի Սոլար ընկերությունը առաջարկում է բացի տաքաջուրից նաև ջեռուցման համակարգին միացվող համակարգերը արևային։ Եվ ինչու՞ չէ, ֆոտովոլտաիկ համակարգերը էլեկտրոէներգիա ստանալու նպատակով նույնպես սովորելու են մեր աշակերտները եւ հետագայում իրենք կարողանալու են ոչ միայն տեղադրել, սպասարկել, այլև մոդիֆիկացնել նմանատիպ համակարգերը։ Որ ուսումնարանը էներգախնայող համակարգեր կարող է տեղադրել, նաև Սմբատ Ավետյանն է համոզված։ Ղեկավարում է Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի էլեկտրամեխանիկայի լաբորատորիան։ Ֆրանսիայում վերապատրաստվելուց հետո վարպետ ուսուցիչը հիմա աշխատում է։ Ասում է, բաժնում կարող են սովորել հիմնականում տեխնիկական գիտելիքներով երեխաները։ Ընդհանուր կուրսը նախատեսում ենք 3 տարի ժամկետով։ Առաջի տարում հիմնական մասը, հիմնական շերտը կլինի էլեկտրատեխնիկայի, հիմունքների, անվտանգության տեխնիկայի եւ տան մոնտաժի ուղղությամբ։ Երկրորդ տարում ավելի շատ էներգետիկ մասին կանդրադառնանք, էներգախնայողություն, արեգակնային պանելներ, տաքաջուր, անգամ ընդհանուր ալտերնատիվ էներգիայով կզբաղվեն աշակերտները։ Եվ երրորդ տարում արդեն մասնագիտական կոնկրետ ռոբոտիկայի, ռոբոտաշինության, ինստալյացիա եւ ղեկավարման խնդիրները կլուծեն։ Տեխնիկական գիտելիքներով եւ ընդհանրապես արհեստ սովորել ցանկացողների համար ուսումնարանը բաց է եւ կատարվում է ընդունելություն։ Դրանից առաջ Լիոնից ժամանած երիտասարդներն ապրում եւ աշխատում են Շուշիում։ Խմբի մշակութային բաժնի պատասխանատուն նշում է, գործնական գիտելիքներից բացի նրանք ճանաչում են Հայաստանը եւ ոչ բոլորն են հայ։ Պետք է շփվին հայկական կուլտուրային, ասենք, արժանիքներով, այնպես որ կգազմագերբենք որոշ այցելումներ, օրինակ համար անոնց դարինք Էջմիածին անշուշտ, Գառնի, Գեղարդ, ուր որ շատ տուրիստներ գերտա, բայց նաև գստեղծենք շփումներ այստեղի ժողովրդի հետ, այստեղի երաժշտության հետ։ Օրինակ համար մասնակցեցան լսեցի մի հատ քերեցիկ համերգ, դուդուկ, դեպ։ Այս երեգուն պիտի հանդիպում ունենան այստեղի երիտասարդների հետ, միասին պիտի զվարճանան։ Եվ մենք հյուրանոց չենք օգտագործել, միշտ գնում ենք դաներուն մեջ։
Արևային էներգիայով ոչ միայն ջրատաքացման, այլ նաև ֆոտովոլտաիկ համակարգ է շուտով օգտագործելու արհեստագործականը։ Իդեպ ծրագիրը գործում է նաև առանձին անհատների համար։ Ֆրանսիայի համայնքը գումարը տրամադրում է Անտոկոս և հորդորում խնայել միջոցները դրանք օգտագործելով նպատակին։ Նարեկ Սահակյան, Աշոտ Գասպարյան, օր։